Ես բժիշկ եմ ավելի քան 60 տարի, և այսօր 92 տարեկան հասակում կարող եմ վստահորեն պնդել. ամենավատը, որը կարող է կորցնել տարեց մարդը, դա ոտքերի կայունությունն է, որովհետև երբ ոտքերը դավաճանում են, ամեն ինչ մնացածը փլուզվում է. ազատություն, ինքնավարություն, անվտանգություն, քայլելու հաճույք։ Եվ ամենավատը, որ դա հաճախ սկսվում է փոքր նշաններից, որոնք մարդիկ անտեսում են. դժվարություն բազմոցից վեր կենալիս, հոգնածություն բարձրանալիս, հաճախակի սայթակումներ, ցավ քայլելիս։ Բայց ամենից շատ ինձ անհանգստացնում են ոչ թե ախտանշանները, այլ այն փաստը, որ մեծամասնությունը տարեց մարդկանց ամեն օր կատարում են սխալներ, որոնք աննկատ թուլացնում են նրանց ոտքերը։ Եվ ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, որովհետև ես ինքս եմ թույլ տվել այդ սխալները։ Ես ինչ-որ ժամանակ հավատում էի, որ դա պարզապես տարիքն է իրեն պահանջում։ Բայց երբ սկսեցի խորը ուսումնասիրել տարեցների մկանային զանգվածի կորստի պատճառները, հասկացա, որ ծերացումը պատմության միայն մի մասն է։ Մնացածը ոչ ճիշտ, անաղմուկ և վտանգավոր սովորույթների արդյունք է, որոնք սպառում են մկանների ուժը, նվազեցնում են արյան շրջանառությունը և արագացնում են ֆիզիկական անկումը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ 60%-ից ավելի տարեց մարդիկ տառապում են ոտքերի ուժի զգալի կորստից 70 տարեկանից հետո։ Եվ որ այդ կորուստը ուղղակիորեն կապված է ընկնելու, հոսպիտալացման և նույնիսկ վաղաժամ մահվան հետ։ Հետևաբար, եթե դուք զգում եք հոգնածություն քայլելիս, հավասարակշռության կորուստ, թուլություն ոտքերում կամ դժվարություն աստիճաններ բարձրանալիս, ուշադրություն դարձրեք։ Այսօր ես ձեզ կցույց կտամ 6 ամենալուրջ սխալները, որոնք ոչնչացնում են տարեց մարդկանց ոտքերը, և նաև կցույց տամ, թե ինչ անել դրա փոխարեն։ Իսկ վերջում ես կկիսվեմ բնական և մատչելի բաղադրատոմսով, որը ես մինչև հիմա էլ օգտագործում։ Բաղադրիչների հզոր համադրություն, որը ամրացնում է մկանները, արյան շրջանառությունը բարելավվում է, և ամեն օր ինձ օգնում է վստահությամբ կանգնել ոտքերիս վրա։ Մնացեք ինձ հետ։ Հնարավոր է, որ հենց սա է ձեզ պակասում, որպեսզի վերադարձնեք այն ուժը, որը դուք արդեն համարում էիք կորած հավերժ։ Սխալ նամար 1. Երկար ժամանակ նստած մնալը առանց ոտքերի շարժման։ Սա անկասկած ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաավերիչ սխալներից մեկն է։ Եվ ամենավատը, որ գրեթե ոչ ոք չի նկատում։ Տարեց մարդը նստում է հեռուստացույց դիտելու, հետո ճաշում է, հետո պառկում է քնելու և չի նկատում, թե ինչպես է ամբողջ օրն անցկացնում հանգստի մեջ, երբեմն նա վեր է կենում միայն զուգարան գնալու համար և վերջ։ Դա նորմալ է թվում, բայց այդպես չէ։ Ծերության տարիքում երկար ժամանակ նստելը թանկ է նստում։ Երբ դուք չեք օգտագործում ոտքերի մկանները, օրգանիզմը սկսում է դրանց ընկալել որպես ավելորդ, իսկ այն ամենը, ինչ նա համարում է ավելորդ, ատրոֆացնում է։ Սա կոչվում է սարկոպենիա, մկանային զանգվածի աստիճանաբար և աննկատ կորուստ։ Բացի այդ, երկար ժամանակ նստելը վատթարացնում է արյան շրջանառությունը, արյունը կանգ է դառնում ոտքերի տակ, երեքները լայնանում են, թթվածինը դանդաղ է հասնում մկաններին, արդյունքում առաջանում է ծանրություն ոտքերում, կաշկանդվածության զգացում և դժվարություն երկար նստելուց հետո վեր կենալիս։ Journal of Aging and Physical Activity ամսագրում հրապարակված մի հետազոտություն ցույց է տվել, որ այն տարեց մարդիկ, ովքեր օրական ավելի քան 6 ժամ անցկացնում են նստած վիճակում, ունեն ոտքերի ֆունկցիոնալ կորստի 64% ավելի բարձր ռիսկ, նույնիսկ եթե նրանք զբաղվում են ֆիզիկական ակտիվությամբ օրվա մյուս ժամերին։ Իմ դեպքում փոփոխությունները սկսվեցին պարզ պարտավորությամբ, ամեն 40 կամ 50 րոպեին մեկ վեր կենալ, նույնիսկ եթե դա պարզապես տան շրջում քայլելու կամ մի քանի րոպե կանգնելու համար է։ Ես նաև սկսեցի օրվա ընթացքում ներառել թեթև շարժումներ, ինչպիսիք են առանց հենարանի կանգնելը և նստելը աթոռին կամ ճաշից հետո 5 րոպե միջանցքում քայլելը։ Խոսքը ինտենսիվ վարժությունների մասին չէ, խոսքը նրա մասին է, որ մարմնին չթույլատրվի հավատալ, որ ձեր ոտքերն այլևս կարևոր չեն։ Սխալ համար 2. Սպիտակուցի անբավարար ընդունումը մկանային ուժը պահպանելու համար։ Այս սխալը շատ ավելի տարածված է, քան կարելի է պատկերացնել, և ես ինքս այն անում էի երկար տարիներ։ Երկար ժամանակ կարծում էի, որ բավականին ճիշտ եմ սնվում։ Մի քիչ բրինձ, լոգի բանջարեղեն և վերջ։
Բայց 70-ից հետո սկսեցի նկատել ուժի նվազում ոտքերում, չնայած որևէ տեսանելի հիվանդության բացակայությանը։ Եվ այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ է կատարվում։ Իմ մկանները սկսեցին պակաս սնուցում ստանալ։ Ծերության օրգանիզմին ավելի շատ սպիտակության անհրաժեշտ պահպանելու այն, ինչը նախկինում հեշտությամբ էր պահպանվում։ Տարիքի հետ մկանների սինթեզի գործընթացը դանդաղում է, եւ մկանները սկսում են քայքայվել նույնիսկ առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության, այսինքն նույնիսկ եթե դուք ոչինչ չեք անում, դուք ուժ եք կորցնում։ Եվ եթե սպիտակուցը բավարար չէ, օրգանիզմը պարզապես չի կարողանում վերականգնել այն, ինչ արդեն կորցրել է։ Խնդիրն այն է, որ շատ ծեր մարդիկ քիչ են ուտում, խուսափում են մսից կամ սնվում են անհավասարակշիռ, եւ դա ճանապարհ է բացում սարկոպենիայի համար։ Clinical Nutrition ամսագրում հրապարակված մի հետազոտություն ցույց է տվել սպիտակուցի անբավարար ընդունումը եւ դրա հետևանքները։ Ամեն օր մարմնի քաշի 1 կիլոգրամին 1 գրամից պակաս սպիտակուց օգտագործող մարդիկ զգալիորեն ավելի բարձր ռիսկի են ենթարկվում մկանային թուլության, հավասարակշռության կորուստի եւ հաճախակի ընկնելու։ Լավ նորությունն այն է, որ դա շտկելը հեշտ է։ Երբ ես ավելացրեցի սպիտակուցի օգտագործումը, ես զգացի ոտքերի կայունության մեջ ակնհայտ տարբերություն։ Այսօր ես անպայման սպիտակուց եմ ներառում օրվա բոլոր իմ կերակրատեսակներում պարզ եւ բնականաբար։ Նախաճաշին սովորաբար ուտում եմ եփած ձու մի կտոր սպիտակ պանրով կամ բնական յոգուրտ վարսափաթիլներով։ Ճաշին միշտ ներառում եմ ոչ յուղնատին մի պատար միս, օրինակ տապակված հավ, ձուկ կամ նույնիսկ մի փոքր խաշված աղացված միս բանջարեղենով։ Կեսօրին երբեմն ուտում եմ մի բուռն կույս կամ մի կտոր ամբողջական հաց հումուսով, իսկ ընթրիքին ինչ-որ թեթև, հավիապուր կամ նույնիսկ վարսափաթիլներ կաթով կամ մրգերով։ Խոսքը չափազանցության մասին չէ, այլ նրա մասին է, որ օրգանիզմին տալ այն, ինչ անհրաժեշտ է իր կառուցվածքը կենդանի եւ գործուն պահելու համար։ Քանի որ առանց սպիտակուցի հիմքը փլուզվում է եւ առաջինը, որը հանձնվում է, ոտքերն են։ Սխալ համար 3. Օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք առաջացնում են մկանների բորբոքում եւ արգափակում են արյան շրջանառությունը։ Երկար ժամանակ ես սնվում էի այնպես, ինչպես շատ մարդիկ՝ սպիտակ հաց նախաճաշին, բրինձ ու մակարոն ճաշին, գազավորված ըմպելիքներ հանգստյան օրերին, երբեմն քաղցր թխված քաբելգներ կեսօրին, ոչինչ արտասովորեք։ Բայց ժամանակի ընթացքում սկսեցի նկատել, որ իմ ոտքերը ավելի են ծանրացել, ավելի շատ են հոգնած եւ ավելի երկար են վերականգնվում զբոսանքներից հետո։ Եվ պատճառը իմ ափսեի մեջ էր։ Ճշմարտությունն այն է, որ շատ մթերքներ, որոնք սովորական են դարձել տարեց մարդկանց համար, հանդիսանում են բորբոքման հզոր աղբյուրներ։ Նրանք աննկատ կերպով վատթարացնում են արյան շրջանառությունը, մեծացնում ոտքերի այտությունը, նվազեցնում մկանների թթվածնով հագեցվածությունն ու հյուսվածքները ավելի փխրուն են դարձնում։ Խոսքը վերաբերվում է մաքրված ալյուրին, շաքարի ավելցուկին, տապակված ուտեստներին, երշակեղենին, գազավորված ըմպելիքներին, գարծարանային քաղցրավենիքներին եւ պատրաստի կերակրատեսակներին։ Այս ամենը վնասում է օրգանիզմը ներսից, նույնիսկ եթե դա անմիջապես չի զգացվում։ Ծերության տարիքում նման սնակարգը ավելի ավերաջիր ազդեցություն է ունենում, քանի որ օրգանիզմը այլևս այդքան արդյունավետ չի մաքրվում եւ վերականգնվում, եւ արդյունքը ակնհայտ է դառնում։ Ոտքերը կորցնում են ուժը, մեծանում կոշտությունը, բորբոքվում են անոթները եւ հեռանում է կենսայական էներգիան։ Բորբոքում հետազոտություններ ամսագրում հրապարակված մի հետազոտություն ցույց է տվել, որ այն տարեց մարդիկ, որոնք սնվում են գերմշակված մթերքներով հարուստ սննակարգով, ունեն մկաններում բորբոքման մարկերների զգալիորեն բարձր մակարդակներ եւ այն ավելի վատ արդյունքներ ունեն քայլվարկի եւ ուժի տեստերում։ Ինձ համար փոփոխությունները սկսվեցին փոքր փոխարենակներով։ Սպիտակ հացի փոխարեն ես սկսեցի ընտրել իսկական ամբողջահատին հաց նվազագույն բաղադրիչներով։ Շաքարը փոխարինեցի մրգերով, օրինակ բանանով կամ խաշված խնձորով։ Սկսեցի նախապտրություն տալ բնական մթերքներին, արմատապտուղներին, կանաչեղենին, ձնվին, զեյթապտղի յուղին եւ ամբողջահատներին, եւ սկսեցի աստիճանաբար բացառել այնինչ չէր տալիս ինձ էներգիա։ Միայն ծանրություն ոտքերում։ Արդեն մի քանի օր հետո ես զգացի տարբերություն։ Ավելի քիչ այտություն, ավելի շատ թեթևություն քայլելուց եւ նույնիսկ ավելի քիչ ցավ ծնկներում։ Ամեն ինչ պարզ է։ Եթե ցանկանում եք, որ ձեր ոտքերը ձեզ պահեն, դադարեք դրանց կերակրել այն բանով, որը դրանց ավերում է ներսից։ Արյան շրջանառությունը ձեզ շնորհակալություն կասի, մկանները կպատասխանեն եւ ուժը կսկսի վերադառնալ։ Սխալ համար 4. Մտածել, որ ձեռքերի շարժերը բավարար են մարմինն ակտիվ պահելու համար։ Այս սխալը տարածված է, քանի որ շատ տարեց մարդիկ կարծում են, թե ակտիվ են, քանի որ ինչ-որ բան անում են ձեռքերով։ Մաքրում են խոհանոցը, ցախ են անում, գրում են, հյուսում են, թերթում են թղթերը կամ նույնիսկ օգտագործում են հեռախոսը։ Եվ այո, այս գործողությունները պահպանում են շարժունակությունը,
բայց գրեթե չեն ներգրավում ոտքերը, եւ այստեղ է խնդիրը։ Ոտքերի ուժը պահպանվում է միայն այն ժամանակ, երբ դուք իրականում օգտագործում եք ձեր ոտքերը։ Դա նշանակում է վեր կենալ, քայլել, աստիճաններ բարձրանալ, ծալվել, հենվել ոտքերի վրա, թեկուզև ընդամենը մի քանի րոպե օրական։ Եթե դա տեղի չի ունենում, մկանները, որոնք աջակցում են իրանին, ազդրերին, ազդրի եւ ծնկի հոդերին, սկսում են դեակտիվանալ, եւ ժամանակի ընթացքում դրանք վտանգավոր կերպով թուլանում են։ Սա այն է, ինչ ֆիզիոլոգները անվանում են տեղային մկանային հիպոակտիվություն։ Մարմինը հասկանում է, որ այս տարածքն այլևս չի օգտագործվում եւ սկսում է խնայել էներգիան, նվազեցնելով մկանային զանգվածը այդ գոտում։ Արդյունքը ոտքերը թուլանում են, քայլը դանդաղում է, իսկ սայթաքելու եւ ընկնելու ռիսկը կտրուկ աճում է։ Gerontology ամսվագրում հրապարակված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ այն տարեց մարդիկ, ովքեր ակտիվ են օրվա ընթացքում ձեռքերով, բայց չեն կատարում ոտքերի ուղղված շարժումներ, զգալիորեն ավելի արագ են կորցնում ստորին վերջույթների ֆունկցիան, հատկապես քառագլուխ մկանի եւ կոճի կայունացնող մկանների շրջանում։ Իմ դեպքում փոփոխությունները եղել են պարզ, բայց մշտական։ Ես սկսեցի օրվա ընթացքում ներառել առնվազն 2 պահ, որպեսզի գիտակցաբար շարժեի ոտքերս։ Առավոտյան ես թեթևակի զբոսնում եմ տանը կամ բակում, իսկ օրվա վերջում կատանում եմ 3-4 պարզ վարժություններ։ Ես վեր եմ կենում եւ նստում եմ աթոռին առանց ձեռքերի օգնության, վեր եմ բարձրանում եւ իջնում 1 աստիճանով կամ նույնիսկ մի 2 րոպե տեղում քայլելու իմիտացիա եմ անում։ Սա մարզամարնություն չէ, սա մարզասրահ չէ, սա պարզապես միջոց է իմ մարմնին ասելու, թե այս ոտքերը դեռ կարևոր են, իսկ երբ մարմինը դա հասկանում է, այն պատասխանում է ուժով։ Սխալ համար 5. Քայլելիս, նստելիս կամ կանգնելիս կեցվածքի եւ մարմնի հավասարակեցման անտեսում։ Սա նուրբ սխալ է, բայց տարիքի հետ թանկ է նստում։ Շատերը կարծում են, որ կեցվածքը պարզապես էսթետիկայի կամ արտաքին տեսքի հարց է, բայց իրականում դա մարմնում ուժի բաշխման հիմքն է, եւ երբ այս հիմքը կորցնում է հավասարակեցումը, առաջինը տուժում են ոտքերը։ Տարիների ընթացքում տարեց մարդիկ հաճախ ունենում են կիզակած բերք, իջած ուսեր եւ քաշի անհավասար բաշխում։ Երբեմն մարդը չափից շատ է հենվում մի կողմի վրա, քարշում է ոտքերը կամ չափից շատ ջանքերով է վեր կենում աթոռից։ Այս ամենը թվում է մանրույթ, բայց այդպես չէ։ Սրանք միկրոսովորություններ են, որոնք չափից շատ բեռ են ստեղծում ծնկերի, ազդրի եւ սրունկի մկանների վրա։ Արդյունքը ցավ, մաշված, հավասարակեցման կորուստ եւ ֆունկցիոնալ ուժի նվազում։ Գերիատրիկ ֆիզիկալ թերապի ամսվագրում հրապարակված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ քրոնիկապես վատ կեցվածք ունեցող տարեց մարդիկ 48%-ով ավելի շատ են հավանականություն ունենում կորցնելու ոտքերի մկանային զանգվածը եւ նաեւ ավելի հաճախ են ընկնում այնքան ծանոթ միջավայրում, օրինակ իրենց տանը։ Իմ դեպքում ստիպված է եղել նորից սովորել, թե ինչպես ճիշտ պահել մարմինը։ Սկսեցի փոքրիկ փոփոխություններից։ Նստել 2 ոտքերն էլ վստահորեն հատակին դնելով, վեր կենալ հենվելով ոտքերին, ոչ թե ձեռքերին, քայլել առաջ նայելով, ուսերը մի փոքր բացված եւ որովայնի թեթև լարվածությամբ։ Սրանք պարզ մանրույթներ են, բայց դրանք վերակառուցում են ամբողջ կեցվածքը եւ ոտքերին վերադարձնում այն հենարանի գործառույթը, որը նրանք պետք է կատարեն։ Եթե զգում եք, որ ձեր ոտքերը ձեզ դավաճանում են, ուշադրություն դարձրեք միայն նրան, թե ինչ եք ուտում կամ ինչ եք անում, նայեք նաև, թե ինչպես եք շարժվում, որովհետև երբեմն խնդիրը ոչ թե թուլացումն է, այլ հավասարակեցման խանգարումը։ Սխալ համար 6. Հավատալ, որ արդեն ուշ է ոտքերում ուժ վերականգնելու համար։ Սա թերևս բոլոր սխալներից ամենադաժանն է, որովհետև այն գալիս է ոչ թե մարմնից, այլ գլխից։ Շատ ծեր մարդիկ ընկնելուց, մշտական ցավից կամ նույնիսկ քայլելիս պարզ հոգնածությունից հետո սկսում են հավատալ, որ ավելի ոչինչ չի կարելի անել,
որ թուլացումը հավերժեքը, որ ոտքերը մարզելը արդեն անօգուտ է, եւ այս միտքը ցավոք դառնում է անկման դատավճիռ։ Ճշմարտությունն այն է, որ մարմինը իսկապես ծերանում է, բայց այն չի դադարում արձագանքել։ Նույնիսկ 80, 90 կամ 100 տարեկան մկանները դեռ կարող են ավելի ուժեղանալ, եթե ստանան ճիշտ խթան։ Եվ երբ ծեր մարդը հրաժարվում է օգտագործել ոտքերը, մարմինը դա ընդունում է որպես հրաման։ Այս կառույցները այլևս անհրաժեշտ չեն, եւ այն սկսում է դրանք անջատել։ Սա կոչվում է սովորած անգործություն։ Այն ցիկլ է, որտեղ շարժման բացակայությունը հանգեցնում է ատրոֆիայի, ինչը առաջացնում է անվստահություն, իսկ վերջինս էլ ավելի քիչ օգտագործման։ Այսպես շատերը կորցնում են ուժը ոչ թե տարիքի պատճառով, այլ խթանման բացակայության պատճառով։ Տարիք եւ ծերացում ամսագրում հրապարակված մի հետազոտություն դիտարկել է մինչև 90 տարեկան տարեց մարդկանց, ովքեր սկսել են կատարել թեթև ոտքերի ամրապնդման վարժություններ, հսկողության եւ ուղղորդման ներքո։ Արդյունքը տպավորիչ էր։ Նրանց ավելի քան 80%-ը վերականգնել է ուժը, հավասարակշռությունը եւ մեծ հեռավորություններ անվտանգ անցնելու ունակություն։ Եվ այս ամենը ընդամենը մի քանի շաբաթում։ Ուստի բացի պարզ վարժություններից, որոնց մասին ես արդեն խոսել եմ նախկինում, իմ գլխավոր խորհուրդը նրանց, ովքեր կատարում են այս սխալը, ամեն օր սկսել մեկ պարզ հարցով. Ինչ կարող եմ անել այսօր, որպեսզի ապացուցեմ, որ ես դեռ վերահսկում եմ իմ ոտքերը եւ անել ինչ-որ բան։ Կարելի է հասնել դարպասներ եւ վերադառնալ։ Կարելի է 5 վայրկյան կանգնել առանց հենարանի։ Կարելի է դանդաղ եւ վստահ իջնել 1 աստիճան։ Երկրորդ գործողությունը՝ վարել օրագիր կամ պարզ գրառում սառնարանի վրա, որտեղ դուք կգրեք. այսօր ես շարժվեցի, այսօր ես չհանձնվեցի։ Սա փոխում է մտավոր դիրքորոշումը, վերականգնում է ինքնավստահությունը, որովհետև ամենավտանգավոր կաթվածը ծերության մեջ ֆիզիկական չէ, այն հոզական է։ Այսպիսով, եթե դուք զգում եք, որ կորցնում եք ուժը, սկսեք հենց հիմա ավերելու այս դիրքորոշումը։ Մի սպասեք, մինչև ուժ զգաք, որպեսզի սկսեք շարժվել։ Շարժվեք, որպեսզի սկսեք ուժ զգալ։ Հիմա, երբ դուք գիտեք 6 սխալները, որոնք ավերում են ոտքերը ծերության մեջ, ժամանակն է ամեն ինչ փոխել, որովհետև ճշմարտությունն այն է, որ այս սխալներից ոչ մեկը չպետք է մնա ձեր կյանքի մաս։ Ուղղել սովորություններ, վերաակտիվացնել մկանները եւ ճիշտ սնուցել մարմինը։ Այս ամենը ձեր ձեռքերում է, եւ դրա համար հրաշք բանաձևեր, առավել եւս դեղեր պետք չեն, եւ հենց այս պատճառով, ի վերջո ես ուզում եմ ձեզ նվիրել մի բան հատուկ, բնական մի բաղադրատոմս, որը ես օգտագործում եմ ամեն օր, եւ որն օգնում է ինձ պահպանել ուժը եւ արյան շրջանառությունը ոտքերում, նույնիսկ 90 տարեկանից հետո։ Սա պարզ խառնուրդ է, պատրաստված հասանելի բաղադրիչներից, բայց միասին դրանք ձևավորում են իսկական տոնուս էներգիայի եւ կայունության մարմնի։ Ձեզ անհրաժեշտ կլինի կես ճուպիղ, քեռած հենց օգտագործելուց առաջ, 1 թարմ նարնջի յուտ, 1 թեյի գթալ քեռած կաճախ պղպեղի, մի պտխուն կրկումայի փոշի եւ 1 թեյի գթալ առաջին սեղման ձեթապտղի յուղի։ Խառնեք ամեն ինչ մի բաժակում, լավ խառնեք եւ խմեք դատարկ ստամոքսով անմիջապես արթանալուց հետո, առնվազն շաբաթը 5 անգամ։ Այս համադրությունը ունի գիտական հիմնավորում։ Ջուբրեքը բարձրացնում է ազոտի օքսիդի մակարդակը, լայնացնում է անոթները եւ բարելավում է մկանների արյան մատակարարումը։ Նարինջը պարունակում է վիտամին C, որը պաշտպանում է անոթները եւ բարելավում է երկաթի յուրացումը։ Կաճախ պղպեղն ու կուրկուման նվազեցնում են բորբոքումները, որոնք խաթարում են ուժը։ Իսկ ձեթապտղի յուղը օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել այս ամեն բաղադրիչները։ Սա իմ ամենօրյա ծեսը, որը մարմինը պատրաստում է շարժման, եւ երբ դուք այս տոնուսը համատեղում եք պարզ գործողությունների հետ, օրինակ առանց հենարանի բազմոցից վեր կենալու, լրացուցիչ զբոսնիքը եւ ակտիվ կետվածքը, արդյունքը գալիս է։ Արյան շրջանառությունը բարելավում է, կայունությունը վերադառնում է եւ վստահությունը վերականգնվում։ Եթե այս ուղերձը ձեզ դիպավ, մի պահեք դա ձեզ մոտ, ուղարկեք այն ձեր ընտանիքի անդամներից մեկին, նրան,
ով կորցնում է կայունությունը ոտքերում եւ մտածում է, որ դա նորմալ է տարիքի համար, դա այդպես չէ։ Այս տեսանյութի կիսելը կարող է նշանակել տարբերություն անկման եւ նոր սկզբի, ինքնավարության կորստի եւ վստահությամբ նորից քայլելու հնարավորության միջև։ Եվ եթե դուք հասել եք այս պոտին, գրեք մեկնաբանություններում ամեն ինչ դեռ հնարավոր է, որովհետև այս արտահայտությունը պարզապես մեկնաբանություն չէ, սա հիշեցում է, պարտավորություն, ազդանշան, որ դուք հավատում եք, մարմինը դեռ կարող է արձագանքել, բարելավել, վերականգնվել։ Եվ ես ձեզ երաշխավորում եմ, որ 92 տարեկանում ես դեռ կանգնած եմ, ոչ թե պատահականությամբ, այլ որոշմամբ, եւ դուք նույնպես կարող եք։ Ամեն ինչ սկսվում է ընտրությունից, եւ այն կարող է արվել հիմա։ Հաջորդ տեսանյութին ամուր գրկում եմ ձեզ։